Տարածաշրջանում պատերազմ է, մեծ պատերազմ է։ Ադրբեջանը եւ Թուրքիան պատահականորեն չսկսեցին իրենց այդ զորավարժությունները ընդամենը 1-2 օր առաջ։ Ադրբեջանը փորձելու է օգտվել Իսրայելի Միացյալ Նահանգների հնարավոր հարվածից։ Հիմա եթե Իրանը պատասխանի, անմիջապես Միացյալ Նահանգները մտնելու է այդ պատերազմի մեջ, այսինքն հարված կարող է լինել Հայաստանի սահմանին շատ մոտ, կարող են հրթիռներ այս կողմ գալ։ Կարելի է փաստել, որ մեծ պատերազմը սկսվել, ոչ թե սկսվում։ Այո։ Այս պայմաններում պետք է ամբողջ երկիրը, բանակը ամբողջությամբ բերվի լիակատար պատրաստության։ Հայաստանը պետք է դառնա ազգ բանակ մոդելով կառուցված պետություն, պատերազմը միշտ անկանխատեսելի է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանին։ Բարև եք եկել։ Բարև ձեզ։ Պարոն Այվազյան, ձեզ հետևողները տեղյակ են, բայց շատերի համար նշենք, որ բառացի 2 օր առաջ նշել եք հետևյալը. տարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է, առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի եւ Ամերիկայի համատեղ հարձակում, որը գրեթե անխուսափելիորեն ուղեկցվելու է Ադրբեջանի խոշոր ներխուժումով Հայաստանի տարածք եւ Սյունիքի բռնազավթման փորձով։ Սյունիք ու Ադրբեջանի ներխուժում առայժմ գոնե չունենք, բայց այդ խոշոր լայնածավալ հարձակումը կա։ Դե այդ մասին ես շատ եմ խոսել, որ Ադրբեջանը փորձելու է օգտվել Իսրայելի Միացյալ Նահանգների հնարավոր հարվածից, որը արդեն տեղի ունեցավ, եւ այդ ժամանակ, երբ համոզվի, որ Իրանը թուլացել է եւ չի մեծ հակազդեցություն գործի Հայաստան ներխուժմանը, անպայման այդ փորձը անելու է, որովհետեւ այսօր Հայաստանի հարավային սահմանների երաշխավորը, Սյունիքի անվտանգության երաշխավորը վերջին տարիներին 20 թվականից հետո եղել է առաջին հերթին հենց Իրանը։ Այն, որ դեռևս չի տեղի ունեցել, դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև այս հարձակումները Իրանի դեմ շարունակվելու են առաջիկա օրերին, գուցե առաջիկա շաբաթներին, եւ այն լայնամասշտաբ պատերազմը, որը Իսրայելը սկսել է, դեռ հայտնի չէ, թե ինչ հետևանքների կբերի, որովհետև պատերազմը միշտ անկանխատեսելի է հենց սկսողի համար եւ այն, որ Իսրայելը ունեցել է բավականին զգալի, շոշափելի հաջողություններ առաջին իսկ օրը, դեռևս դարձյալ պետք է կրկնենք, ոչինչ չի նշանակում։ Նապոլեոնը եւս ներխուժեց Ռուսաստան, Հիտլերը եւս ներխուժեց Ռուսաստան, եւ ունեցան սկզբից մեծ հաջողություններ, Նապոլեոնը գրավեց Մոսկվան, Հիտլերը գնաց հասավ մինչև Մոսկվա, պաշարեց Լենինգրադը, գրավեց Կիևը, Մինսկը եւ այլն, Ղրիմը ընդհուպ, բայց վերջում պատերազմը ավարտվեց Բերլինում։ Այնպես որ պետք չէ շատ այսպես վերջնական եզրակացությունների փորձել հանգել, որովհետեւ Իրանը մեծ պետություն է եւ թեև այսօր ցավալի հարվածներ է ստացել, ոչնչացվել է նրա գլխավոր հրամանատարությունը, պետք է բարձ ասել, այսինքն գլխավոր շտաբի պետը, Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը, Պահապանների կորպուսի օդային ուժերի հրամանատարը, ՀՕՊ-ի հրամանատարը, ոչնչացվել են ֆիզիկոսներ, միջուկային գծով մասնագետներ, մոտ 6 հոգի, Նաթանզում կարծես թե արդեն ոչնչացվել է միջուկային օբյեկտը, բայց կրկնում եմ, սա պատերազմի սկիզբն է, թե ինչպիսին կլինի պատերազմի ընթացքը եւ պատերազմի ավարտը, դժվար է ասել։
Պարոն Այվազյան, տեսեք, Ադրբեջանի հնարավոր ներխուժման սյունի կամ այլ գուցեողություններին դեռ կանդրադառնանք։ Ուշագրավ է Թրամփի հայտարարությունը 2 ամիս առաջ Իրանին 60 օրյա վերջնագիր տվեցի գործարք կնքելու համար։ Այսօր 61-րդ օրն է։ Հիմա նրանք երկրորդ հնարավորությունն ունեն։ Դոնալդ Թրամփ, Ամերիկայի գործող նախագահ։ Սա ինչի մասին է վկայում։ Ինչի մասին է խոսում Միսիո Թրամփը։ Միացյալ Նահանգների հետ Իրանի բանակցությունները իրականում ընդհանրապես շղարշ էին նախապատրաստելու համար, ահա այս հարձակումը, որտեղ այստեղ երբ խոսվում է Իսրայելի հարձակման մասին, այդպես չէ կամ այնքան էլ այդպես չէ, որովհետև այդ հարձակումը, հատկապես նրա հետախուզական այդ ամբողջ ապահովումը, որովհետև այսօր Սենսացիային մարդկային կոնկրետ ներսից են Իրանի գործել, տեխնոլոգիաներ են օգտագործել, կապի միջոցներն են աշխատել, արբանյակային հետախուզությունն է աշխատել, այդ ամեն ինչը Իսրայելը միայնակ չէր կարող իրականացնել, այնպես որ սա համատեղ ռազմագործողություն պետք է արդեն համարել Միացյալ Նահանգների, նրա դաշնակիցների եւ Իսրայելի կողմից, որտեղ իհարկե հանդես է գալիս միայն Իսրայելը իբր առաջին փուլում։ Հիմա եթե Իրանը պատասխանի, անմիջապես Միացյալ Նահանգները մտնելու է այդ պատերազմի մեջ, արդեն իսկ հայտարարել են, որ Իրանի պատասխանի դեպքում Միացյալ Նահանգները իր ամբողջ ուժով սատարելու է Իսրայելին։ Մենք այս պատմության մեջ պետք է ուշադրություն դարձնենք նրա վրա, որ վերջին հաշվով Իրանը շատ մոտ է Հայաստանին։ Նրա հարևանն է, այսօր 2 անգամ, եթե ոչ արդեն 3 Թավրիզն է ռմբակոծվել, իսկ Թավրիզը գտնվում է Մեղրիից ընդամենը 200 կիլոմետրի վրա հեռավորության վրա։ Ավելի մոտ է Մեղրիին Թավրիզը, այսինքն Հայաստանի սահմանին, քան Երևանն է Մեղրիին։ Երևանից Մեղրի ուղիղ գծով մոտ 320 կիլոմետր է, իսկ Մեղրիից Թավրիզ 200 կիլոմետր է։ Իսկ Երևանից Թավրիզ էլ մոտ 370 կիլոմետր տարածք է, դա շատ մոտ է։ Մենք պետք է հասկանանք այդ կարծես թե մեր իշխանությունները չունեն այդ մտավախությունները, այդ զգացողությունը, երկրում չի նկատվում այն լարվածությունը, որը պարտադիր պետք է լինի նախապատրաստելու համար մեր ժողովրդին հնարավոր ամեն տեսակ բարդություններին եւ Իրանի հետ այդ պատերազմում Հայաստանի սահմանին տեղի ունենալիքին, օրինակ հենց այսօր 1-2 ժամ առաջ հարվածել է Իսրայելը նաև Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող իրանական մի ռադարի։ Այսինքն հարված կարող է լինել Հայաստանի սահմանին շատ մոտ, կարող են հրթիռներ այս կողմ գալ, կարող են գաղթականներ հազարներով, տասնյակ հազարներով, 100 հազարներով մտնեն Հայաստան, ամեն ինչ հնարավոր է։ Մեր պետության մեջ չի նկատվում այդ մոբիլիզացիան, որտեղ տարածաշրջանում պատերազմ է, մեծ պատերազմ է։ Իրանը երբեք 80-ական թվականներից հետո չի ենթարկվել այդպիսի հարձակման, ինչպիսին ենթարկվեց այսօր։ Այսինքն, երբ ասում եմ 80-ական թվականներից հետո, նկատի ունեմ 80 թվականին Իրաքի հարձակումը Իրանի դեմ, որը նույնպես սկզբում շատ մեծ հաջողություններ ունեցավ, բայց ավարտվեց 8 տարի անց եւ ուրեմն բոլորովին ոչ հօգուտ Իրաքի։ Հիմա նաև պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը եւ Թուրքիան պատահականորեն չսկսեցին իրենց այդ զորավարժությունները ընդամենը 1-2 օր առաջ Թուրքիայից զորք մտավ Նախիջևան, լրացուցիչ զորք, իբր զորավարժություններ սկսելու համար։ Պարզ է, որ նրանք ունեին նախնական տեղեկություններ Իսրայելի սկսելիք ռազմագործողության մասին։ Դրանով իսկ Թուրքիան փորձում է ապահովել Ադրբեջանին, հատկապես Նախիջևանին, եւ պատրաստ լինել ինչպես Հայաստանի դեմ հարձակում գործելու, այնպես էլ եթե Իրանը շատ թուլանցավ, եթե տեսնեն շատ թույլ է, եթե տեսնեն Իրանի հյուսիսում ինչ-ինչ անջատողական ուժեր գլուխ բարձրացրեցին, խոսքս թուրքախոս շիաների մասին է կամ քրդերի մասին է, այդ դեպքում Ադրբեջանը եւ Թուրքիան չեն վարանի ներխուժել նաեւ հյուսիսային Իրան։ Ես այդ մասին էլ եմ ժամանակին գրել։ Եթե տեսնեմ, որ կազմալուծվում է հանկարծ Աստվածչյանի Իրանի բանակը, այդ դեպքում նրանց ոչինչ չի խանգարելու այդ քայլը անելու, հայտարարելով, որ
նրանք պարզապես փորձում են անվտանգությունը ապահովել այդ թուրքախոս զանգվածի կամ տարբեր պատճառաբանություններ գտնելով, որպեսզի ասենք մեր սահմանները անվտանգ լինեն, որպեսզի չգիտեմ այն կողմից կրակեցին, մենք փորձում ենք եւ այլն, այսպիսի մի բան։ Խնդիրը դրված է Իսրայելի եւ Արևմուտքի կողմից մասնատել Իրանը, ոչնչացնել այդ պետությունը, նրանից Իրաքի պես մի ամորֆ պետություն ստեղծել, լավագույն դեպքում, ուրեմն հյուսիսում կամ անջատել մեկ առանձին պետություն ստեղծել թուրքախոս զանգվածի համար, հարավ-արևելքում գուցե բելուջների համար, որտեղ կա անջատողական շարժում, եւ այլն, ահա այսպիսի ծրագրեր են հիմա մշակվել են ժամանակին եւ տեսնենք թե Իրանը ինչպիսի դիմադրողականություն է ցուցադրել։ Հիմա տեսեք Իրանի նախագահը ինչ է ասել, հոգեոր առաջնորդը միանգամից արձագանքեց, որ թշնամի սիոնիստական ռեժիմի պարագլուխները կզղջան եւ այլն, Իրանի նախագահն էլ դիմելով ժողովրդին ասել է, որ թշնամին կզղջա արածի համար։ Դուք որպես ռազմական պատմաբան մարդով տիրապետում է, հետևում է եւ վերլուծում է, ինչ ներուժ ունի այս անհամարժեք կամ գուցե համարժեք ուժերի բալանսի մեջ, հա։ Հնարավոր է ԱՄՆ Իսրայել երկու գերտերություն, երկու միջուկային տերության դեմ պայքարել։ Էլ չեմ խոսում Իրանի դաշնակիցները կարծես ձայն ծպտուն չեն անում։ Միջև ստրատեգիցկի պարտներ Ռոսիյская Ֆեդերացիա։ Երկու մեծ հարց է, մեկ Իրանի դիմադրողականությունը եւ ուժը, ներուժը, մյուսը դաշնակիցների հարցը։ Եկեք ուզում եք սկսենք Իրանի դիմադրողականության եւ ներուժի մասին խոսակցությունից, նախ Իրանը մոտ 90 միլիոնանոց պետություն է, մեկ։ Երկրորդը ունի շատ մեծ տարածք, այսինքն Իրանի տարածքը մի 3 հատ Ֆրանսիայի տարածքի է հավասար, եթե ոչ ավել, հիմա 3-4 հատ գուցե։ Իրանի զինված ուժերը բավականին զարգացած են եւ բավականին փորձառու են։ Այն, որ ասում եմ, այս հարվածով կարողացան ոչնչացնել հրամանատարության այն վերնախավին, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև արդեն իսկ նշանակված են նրանց տեղակալները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այո, շատ արագ բոլոր ռազմական կազմակերպությունները եւ բանակները հնուց մինչեւ այսօր եւ նույնիսկ փոքր կազմակերպությունները, ահաբեկչական կազմակերպությունները թեկուզ նրանք միշտ պատրաստ են այդպիսի մի հնարավոր սցենարին, երբ ոչնչացվում է գլխավոր հրամանատարը կամ այսինչ ուժի հրամանատարը, անմիջապես նրա տեղակալն է նշանակվում կամ ստանձնում այդ դերը։ Հիմա արդեն իսկ նշանակված են այնտեղ, գուցե հիմա պատասխանը ուշացավ Իրանի կողմից, բայց կարծում եմ կլինի։ Թեև Միացյալ Նահանգները կոչ է անում Իրանին հանձնվել, փաստորեն, հանձնվել եւ չպատասխանել, բայց դա կարծում եմ Իրանը կուլ չի տա այդ խայծը, որովհետեւ այն կուլ տալու դեպքում հայտնվելու է Իրաքի Սադամ Հուսեյնի կամ Լիբիայի Մուամմար Քադաֆի ճակատագրին է արժանանալու, որովհետեւ կանք չեն առնելու մինչեւ իսպար չոչնչացնեն այսօրվա իշխանությունը Իրանի, եթե այն չկարողացավ ատամներ ցույց տալ, չկարողացավ դիմադրել։ Ինչ ներուժ ունի։ Եթե Իրանը կարողացավ ակտիվացնել իր հրթիռային ուժերը, որոնք բաղկացած են տասնյակ հազարավոր հրթիռներից եւ ԱԹՍ-ներից, ռազմական ԱԹՍ-ներից, ապա նրա հարվածի տակ կարող են ընկնել ոչ միայն Իսրայելը, այլև իր շատ մոտ իրենից հեռավորության վրա գտնվող Միացյալ Նահանգների ռազմաբազաները։ Իրաքում? Եվ Իրաքում, եւ Բահրեյնում, եւ Քաթարում, եւ Օմանում, եւ նույնիսկ Թուրքիայում եւ այլուր։ Իրանը հայտարարել էր մինչ այդ, որ նա կհարվածի ամերիկյան ռազմաբազաներին ամենուր,
թե որին կհարվածի, որին չի հարվածի կամ այս փուլում կարող է դեռ չհարվածել, քանի դեռ Միացյալ Նահանգներից ուղղակի հարված չի ստացել, չգիտենք, բայց այդ հնարավորությունը, այդ կարողությունը Իրանը ունի։ Իհարկե հիմա արագ փորձելու են ոչնչացնել նրա նաև այդ բալիստիկ հրթիռների եւ ԱԹՍ-ների բազաները, բայց դա չեմ կարծում հաջողի, որտեղ Իրանը մեծ պետություն է, դրանց մեծ մասը տարբեր տեղերում են ամբողջ Իրանի եւ նաեւ գետնի տակ են։ Ուրեմն գետնի տակ գտնելու, ոչնչացնելու համար այդքան հեշտ չի։ Միտեղ կարող է կպնեն, 10 տեղ չեն կպնելու։ Խնդիրը Իրանում պետք է լինի հրամանատարության, ուրեմն վերականգնումը, այդ կապի վերահաստատումը բոլոր օղակների միջև եւ այդ պատասխանը կհետևի։ Թե դրանից հետո ինչ կլինի, արդյոք Միացյալ Նահանգները կամ Իսրայելը կդիմեն միջուկային, թեկուզ մարտավարական զենքի կիրառմանը, թե ոչ, դա էլ իր հետևանքներն է բերելու ոչ միայն Իրանի վրա համար, այլև իրենց համար, այնքան էլ հեշտ չէ միջուկային զենք կիրառես, դա միջազգային այսօրվա համակարգում ունենալու է ծանր հետևանքներ հենց կիրառողի համար։ Ինչու՞, երկուստը միջուկային ունեն, Իրանը չունի, կխփեն։ Ուրեմն այստեղ էլ նախ ամբողջ աշխարհը արդեն իսկ շատ խիստ տրամադրված է ժողովուրդները գոնե տրամադրված են Իսրայելի դեմ Գազայում իրականացվող ցեղասպանության համար։ Կատունի մարդը շարունակում է։ Բայց այդ ամեն ինչը ունենում է իր հետևանքները։ Երկրորդը այսօր այս հարվածն արդեն իսկ համոզելու է Իրանի ղեկավարությանը, որ զսպող ուժը ոչ թե բանակցություններն էին, որ ինքը վարում էր Միացյալ Նահանգների հետ, այլ միջուկային զենքը պետք է լիներ, այնպես ինչպես վարվեց Հյուսեյն Կորեայի ղեկավարը Քիմ Իր Չենը, ոչնչին չնայելով ստեղծեց միջուկային զենք, ատոմային հռումբ, ստեղծեց նրանց կրող հրթիռները, դրանից հետո վտանգը վերացավ Հյուսեյն Կորեայի դեմ հարձակման։ Սա Իրանում լավ չհասկացան եւ փորձեցին բանակցությունների միջոցով, իհարկե վախենալով, որ եթե փորձեն այդ զենքը ստեղծել եւ այլն, այդ ժամանակ հարված կստանան, բայց հարված այսպես թե այնպես ստանալու էին։ Այսինքն նրանք այստեղ սխալ թույլ տրվեցին։ Բայց հիմա այնտեղ գերակշռելու են մարդիկ ղեկավարության մեջ, ովքեր փորձելու են միջուկային զենք ստանալ ամեն գնով։ Հնարավորին չափ շուտ։ Հասկանում եք, կարող է չհայտարարեն, բայց մեկ էլ 1-2 ամիս, 5 ամիս հետո ասեն, ահա մենք ունենք արդեն միջուկային զենք։ Այնպես որ այստեղ անկախատեսելի այս տարերը, հայտարարները շատ են։ Ինչ վերաբերում է Իրանի դաշնակիցներին, եթե այդպես կարելի է անվանել Ռուսաստանին եւ Չինաստանին։ Տեսեք, եթե Իսրայելը վստահ չլիներ, որ Իրանին էական օգնություն ցույց չեն տա, այս հարձակումը չէր գործի, այսինքն խոսքս Ռուսաստանի եւ Չինաստանի մասին է։ Իսրայելը վստահ է, որ ոչ Ռուսաստանը, ոչ էլ Չինաստանը Իրանին չեն ցույց տալու իրական շոշափելի զգալի ռազմական օգնություն։ Իհարկե այսօր Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել դատապարտելով Իսրայելի հարվածը Իրանի դեմ, բայց այդ հայտարարության մեջ ոչինչ չկա Իրանին աջակցելու մասին, թեև ընդհանրապես վերջերս վավերացվել է Իրանի եւ Ռուսաստանի միջև կնքված ռազմավարական դաշինքը, որտեղ իհարկե այսպես մի քիչ առանցքական էր ռազմական բաղադրիչը նկարագրված, բայց կարելի է այսպես տեղեր թողված, եթե ուզենան կմեկնաբանեն որպես իսկական ռազմական դաշինք, եթե չեն ուզենա, ասեն դե մենք չունենք այդպիսի հստակ ուղիղ հոդված այդ պայմանագրի մեջ, որով մենք պարտավորված լինենք ձեզ օժանդակելու, թեև մենք գիտենք, որ մեզ էլ էին պարտավորված օժանդակելու, բայց այդ օժանդակությունը չստացանք, թեև մեզ մոտ շատ ավելի հստակ էր գրված։ Այդ ամեն ինչը եւ ՀԱՊԿ-ով եւ Ռուսաստանի հետ երկկողմ մեր պայմանագրով։ Ուրեմն Ռուսաստանից եւ Չինաստանի կողմից էլ մի հայտարարություն է եղել, բավական ավելի թույլ, քան Ռուսաստանի կողմից, էլի դատապարտելով էսկալացիան, այսպես, ավելի թույլ, քան Ռուսաստանինն է, այսինքն ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը
ուղղակի ռազմական մեծ օժանդակություն Իրանին չեն ցուցաբերում։ Իսկ դա նշանակում է, որ մինչև այս հարձակումը Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարության հետ Միացյալ Նահանգները, ոչ թե Իսրայելը, այլ Միացյալ Նահանգները այդ ամբողջական արևմտյան ուժի ղեկավարը համաձայնության է եկել ինչ-ինչ զիջումներ կատարել Ռուսաստանին, գուցե Ուկրաինայի հարցում, եւ Ռուսաստանը չի օժանդակի Իրանին։ Նույնն էլ Չինաստանի հետ հավանաբար ինչ-որ մի համաձայնություն է եղել, որտեղ ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցավ եւ ավարտվեց Չինաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները ավարտվեցին այդ տարիֆների վերաբերյալ։ Ուրեմն դաշնակիցների հարցում, ինչպես եւ Հայաստանին, Իրանին չի բախտը բերել, նա առայժմ միայնակ է եւ պետք է միայնակ փորձի դիմակայել, մինչեւ եթե համոզվեն նրա ուժի մեջ, դրանից հետո գուցե արդեն օժանդակ։ Ախր որ մեկին դիմակայի, տեսեք ինչ խոշոր առնետներ կան այդ տարածաշրջանում։ Հələ ԱՄՆ-ն ու Իսրայելը թողնենք, սրանք միջուկային բաներ են, հա։ Իսկ չդիմադրել չի կարող, գիտեք։ Դե բնական է, բայց նաև այդտեղ Թուրքիան ատամները սրած, այն շակալների պես էլի։ Թուրքիան էլ է իդեպ դատապարտել ձևականորեն Իսրայելի հարձակումը Իրանի դեմ, միաժամանակ Թուրքիան ցեղասպանությունն էլ է դատապարտում, բայց մորթում է։ Թուրքիան տենց է, թող հեղափոխական որոշ տխմարներ այդ գիտակցեն, որ առաջինը իրանց են մորթելու։ Տեսեք, Ադրբեջան կա, որը BP-ի խողովակներով բան է, ասենց պարուրված է։ Հետևաբար ինչ հնարավոր ռիսկեր կա։ Մենք աշճանաբար գալիս ենք մեր ռեգիոն ու Հայաստանի սահմաններ։ Ինչ ռիսկեր կան այս առումով։ Իրանը իրեն պաշտպանեց, հա, ինչքան հնարավոր է մարդիկ կենաց մահու կռիվ կտան։ Այստեղ ինչ ռիսկեր կան Հայաստան, դուք ասացիք, որտեվ գրել եք գրառման մեջ Սյունիք խոշորամասշտաբներ խուժման վտանգ կա եւ չի վարանի Ադրբեջանը, sense լավ հնարավորություն։ Դա հարված է լինելու ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին, որովհետեւ Իրանը այս ռիսկերը, պարոն Այվազյան, հետո էլ վերջում հասկանանք, թե ինչ է անում մեր գերագույնը, բացի ֆրֆռալուց։ Հայաստանին հարվածը Ադրբեջանի կողմից Սյունիքի բռնազավթման փորձը լինելու է հարված ոչ միայն մեզ, այլև Իրանին, որովհետեւ դրանով իսկ Իրանին փորձելու են կտրել իր հյուսիսային ելքից դեպի Եվրոպա, դեպի Ռուսաստան։ Իրանը դա շատ լավ հասկանում է եւ եթե Իրանի բանակը պահպանի իր ուրեմն կառուցվածքը, պահպանի իր ուժերը հյուսիսում, բավականին լուրջ ուժեր են այնտեղ կուտակված, Իրանը պետք է դիմադրի դրան, որովհետեւ դա ասում եմ իր դեմ է ուղղված, ոչ միայն Հայաստանի դեմ, որչափ Հայաստանի դեմ է, այնքան էլ իր դեմ է։ Եվ ասեմ, որ այսօր իսկ իսրայելյան մամուլում արդեն կոչեր կային Ադրբեջանին, որ Ադրբեջանը պետք է այս պատմական պահը չկորցնի եւ ներխուժի հյուսիսային Իրան ազատագրի իր տարածքները, որոնք իբր Իրանը նրանից խլել է։ Այսինքն Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Էլի իսրայելցիք բզբզում են։ Այո, ծրագիրն է, որը որովհետև եթե պատերազմ է Իրանի դեմ, ադրբեջանական բանակը այդքան ուժեղացնում էին ոչ միայն Հայաստանի դեմ, որովհետև Հայաստանի դեմ արդեն իսկ մեր պարտությունից հետո ադրբեջանական բանակը ուներ լուրջ առավելություն, բայց շարունակեցին ուժեղացնել, անընդհատ նույնիսկ այս Գազայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակաշրջանում էլ Իսրայելից զենքեր գնում Ադրբեջան։ Ինչու էր զենքը գնում Ադրբեջան, որովհետև ծրագիրը վաղուց էր մշակված Իրանին հարվածելու եւ Ադրբեջանին հատկացված է իր դերը, բայց Ադրբեջանը հաստատ չի հարձակվի
Հայաստանի եւ Հյուսիսային Իրանի վրա, մինչեւ որ չհամոզվի, որ Իրանը ծնկի է եկել, որովհետեւ եթե Իրանի բանակը այնտեղ դեռևս ամուր կանգնած լինի, հակահարվածը Ադրբեջանին կարող է պարզապես ոչնչացնել Ալիևի ռեժիմը, կարող է ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ տնտեսությունը, որը 90%-ով բաղկացած է այդ նավթարդյունաբերական համալիրից։ Բայց որ մեկին պատասխանի, պարոն Այվազյան։ Դա մեծ, այսպես ասենք, ուժ չի պահանջում ոչնչացնել Ադրբեջանի նավթարդյունաբերական համալիրը, այնտեղ ընդամենը մի քանի 100 հրթիռներով կարելի է ամբողջությամբ ոչնչացնել։ Եթե հիշեք, ինչպես 2019 թվականին հուսիտները հարվածեցին ԱԹՍ-ներով եւ թեվավոր հրթիռներով Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերական օբյեկտների վրա, այնտեղ ընդամենը նույնիսկ 100 հրթիռ չէր գործածվել։ 100-ից պակաս հրթիռներով 50%-ը մոտավորապես շարքից դուրս հանվեց մոտ 1-2 ամսով։ Ադրբեջանի պարագայում ավելի հեշտ է, որովհետև տարածությունը ավելի փոքր է Իրանից, քան այնտեղից որ խփեցին, Եմենից, թեև կարող է նաև Իրաքից, Իրանից արձակված լինեին որոշակի ԱԹՍ-ներ, բայց հիմնականում Եմենից էին 700-800 կիլոմետր անցնելու փոխարեն մինչև Բաքու Ադրբեջանի սահմանից մոտավորապես 400 կիլոմետր, 300-400 կիլոմետր է։ Եվ որևէ բարդություն այդ ստատիկ օբյեկտները ոչնչացնելու գոյություն չունի, որքան էլ այնտեղ ուժեղացված լինեն հակաօդային պաշտպանության միջոցները։ Այսինքն, եթե այս իրավիճակում Ադրբեջանը համարձակություն ունենա հարձակվելու կամ ներխուժելու ուսումնիկ, Ադրբեջանը կոչնչացնի մեծ առումով։ Եթե չոչնչացվել, շատ ուժգին հարված կստանա, որից կարող է տարիներով խելքի չգալ։ Հասկացի։ Հասկանում եք, այս պահին, բայց այսօրվա մասին է խոսքը, ինչպիսին կլինի իրավիճակը վաղը, ինչպիսին կլինի վաղը չեմիսօրը, չգիտենք։ Եթե Իրանը ենթարկվի շարունակական հարվածների, եթե հատկապես ենթարկվի միջուկային զենքով հարվածի եւ այլն, որը չեք բացառում։ Չի բացառում, ես չեմ բացառում դա, եթե Իրանը այնպիսի հակահարված հասցրեց Իսրայելին եւ Միացյալ Նահանգներին, օրինակ ասենք ավիակիրներ ունի Միացյալ Նահանգները Պարսից ծոցին, մերձակա շրջանում կամ հենց Պարսից ծոցում։ Եթե այդ ավիակիրներից մեկին հարվածեց եւ այդ ավիակիրը խորտակվեց, նրա վրա կա 5000 ամերիկացի զինվոր։ Եվ այդ ամբողջ ավիակիրը այդ զինվորներով, մոտ մի քանի տասնյակ ինքնաթիռներով եթե խորտակվեց, գուցե այլևս այդ գայթակղությունը ունենա, ստիպված լինի Միացյալ Նահանգները մարտավարական, չեմ ասում մեծ միջուկային հրթիռներով, բայց այդ մարտավարական հրթիռներով հարվածել որոշակի կենտրոնների։ Իրանը իհարկե ունի ինքն էլ թույլ կետեր, պետք է ասել նախ Իսրայելը, որ շատ թույլ է այդ առումով, եթե կարողացավ Իրանը մի քանի հազար հրթիռ բաց թողել Իսրայելի դեմ, Իսրայելի տարածքը շատ փոքր է։ Նրա ռազմավարական օբյեկտները դարձյալ ստատիկ են եւ դրանք կարող են այնպիսի հարվածների եւ ենթակառուցվածքները այնպիսի հզոր հարվածների ենթարկվել, որ դարձյալ Իսրայելը ստիպված լինի դարձյալ պատասխանել միջուկային զենքով։ Անօթաչուները տեղ չեն հասնում, է։ Անօթաչուները դա չի վտանգավորը։ Բալիստիկ հրթիռներն են, որ հատկապես նորագույն բալիստիկ հրթիռները գերձայնային արագություն ունեցող հրթիռներն են, որոնք վտանգ են ներկայացնում եւ որոնք այդ չեն կարողանում խոցել հակաօդային միջուկ։ Պարոն Այվազյան, այսինքն ըստ Իրանից բալիստիկ հրթիռներ, ընդեղից միջուկային զենք Իրանի մեր սահմանին։ Այո։ Այս ամեն ինչը իրատեսական է, հնարավոր է, սկիզբը արդեն դրված է։ Կարելի է փաստել, որ մեծ պատերազմը սկսվել, ոչ թե սկսվում։ Այո։ Ու եթե չեն գնում, իսկ Իրանը կարծես չի գնում բանի, սենց անթարաջ Թրամփի օղորտանքներին, իսրայելական կոչերին, սրանք էլ են շատ արմատական տրամադրված, Նեթանյահուն ասում է կգնա այնքան, ինչքան անհրաժեշտ կլինի, հա, այս գործողությունը։ Հետևաբար, ինչպես նշեցիք, երկարատև է լինելու։ А теперь внимание вопрос. Ինչի անում այս իրավիճակում ՀՀ գերագույնը։ Դուք չեք պատկերացնի, բայց մենք գործող իշխանություն ունենք։ Ես 2 օր առաջ այդ գրառումը, որ հիշատակեցիք, ես հենց այդ մասին էի խոսում, որ երկրորդ մասը հենց այդ մասին էր, իսկ արդյոք պատահականություն է, որ Իրանի դեմ այս ռազմագործողությունը դեռ այն ժամանակ չէր իրականացվել, ես նշել էի, որ կարող է իրականացվել, հենց այդ ժամանակ սկսեց
նախորդին այդ ռազմագործողության սկսեց հարձակումը հայոց եկեղեցու դեմ։ Այստեղ պետք է հիշել օրինակ 44-օրյա պատերազմից առաջ դարձյալ նույն սցենարը գործադրվեց Հայաստանում, այն ժամանակ էլ հարձակում գործեց Ծառուկյան Գագիկի դեմ։ Եթե հիշում եք, պատերազմից 1 օր առաջ ոստիկանությունը շրջապատել էր Ծառուկյանի տունը, բոլոր կամերաները, ժողովրդի ուշադրությունը ամբողջությամբ սևեռված էր ուրեմն այդ խնդրի վրա։ Այնինչ սկսած ուրեմն ամռանից ես եւ 1-2 հոգին անընդհատ նախազգուշացնում էինք, որ այլևս հաստատ լինելու է հարձակում Հայաստանի դեմ։ Ես այդպիսի եւ գրավոր եւ բանավոր Facebook-ով, այսպես կենթանի եթերով հաղորդումներ եմ ունեցել, նույնիսկ կարծեմ հուլիսի 28-ին, 29-ին, հետո նույնպես, ասելով, որ այլևս հստակ է, որ հարձակվելու են։ Ուրեմն ամբողջությամբ մոբիլիզացնելու համար ժողովրդին, նախապատրաստվելու համար այդ հարձակմանը, դրա փոխարեն ուշադրությունը շեղում էին չգիտեմ ինչ ուղղությամբ։ Ես չգիտեմ, իրանք չգիտեին, հիմա ասում են մենք գիտեինք, որ այդպիսի հարձակում է լինելու։ 1-2 օր առաջ, 3 օր առաջ չգիտեմ։ Բա որ գիտեիք, այդ Ծառուկյան Գագիկի դեմ այդ արշավան անիմաստ ինչ նպատակ էր հետապնդում, կարող եք ասել։ Հիմա նույնն է, դուք չգիտեիք, մենք նախազգուշացնում ենք, միջազգային ուրիշ մեկնաբանները տարբեր երկրներից ասում են, կարող է տեղի ունենալ նման իրադարձություն։ Այս պայմաններում այդ ինչ ժամանակ է գտել քննարկելու եկեղեցու առաջնորդի Հայոց Հայրապետի ընտանեկան եղած կամ չեղած պատմությունները։ Կամ դուք ով եք ընդհանրապես։ Դրա ինչ ժամանակն է, դրա ինչ առաջնահերթությունն է։ Առաջնահերթությունները ձեր սահմանադրությամբ որոշված են ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Առաջին ամենակարևոր պարտքն է իշխանության։ Այն ինչը չի արվում։ Այսօր էլ տեսեք, ասում եմ, փողոցով եք քայլեք, միացրեք Հայաստանի հեռուստատեսությունը, ելույթները հայ ղեկավարների, ոնց որ ոչինչ էլ տեղի չի ունեցել, այնինչ մեզանից ընդամենը ասում եմ 200 կիլոմետրի վրա ռմբակոծվում է Թավրիզի օդանավակայանը, ռազմական օբյեկտները եւ այլն եւ այլն։ Թե ինչ կլինի մի ժամ հետո, 2 ժամ հետո հայտնի չէ։ Այս պայմաններում պետք է ամբողջ երկիրը, բանակը ամբողջությամբ բերվի լիակատար պատրաստության։ Ժողովուրդը պետք է իմանա վտանգի ժամանակ ինչ է անելու, որտեղ են ապաստարանները, բերել են այդ մուտքերի դռների վրա փակցրել են, կգնաք այստեղ, որտեղ էլ չի գրած, կգնաք ինչ որ ապաստարանում կթաքնվեք, որտեղ է այդ ապաստարանը, ցույց տվեք, բերեք, այդ ապաստարանը կահավորված է, կահավորված չէ, եւ այլն, այդտեղ պաշարներ կան, ջրի եւ այլն, եւ այսպիսի բաներով փոխանակ զբաղված են գինու փառատոններով, զբաղված են չգիտեմ ինչերով եւ այլն։ Սա է։ Գուցե չնայած այսօր այնտեղ անվտանգության աղք կա, չէ՞, մի հատ այնպես շատ ճիշտ է, էլի հապավումը։ Ասեց մենք ինչ ասեց, ազդակներ չունենք, թե ինչեր չունենք։ Ասել է հետախուզական տվյալներ չունենք, որ Ադրբեջանը իրականացնելու է հարձակում։ Դες ով է բանի տեղ դնում, որ մի հատ էլ հետախուզեց, որ դուք պետք է իմանաք։ Ընդհանրապես առանց ձեզ մարդիկ հարցեր են որոշում, ինչ հետախուզական։ Էլ ինչ պետք է լինի, որ իմանան։ Դե նախ պետք է ունենաս լավ հետախուզություն։ Հա։ Արդյոք մենք ունենք այդպիսի հետախուզություն։ Եթե ունենայինք, ապա ասում եմ այս օրերին նման իրավիճակ Հայաստանում չէր լինի, խաղաղ, ամեն ինչը նորմալ է, կարծես Խորհրդային Միությունն է, այդ անվտանգությունն ապահոված է Խորհրդային Միության ամբողջ հզորությամբ, միջուկային զենքով, այդ ամեն ինչով ապահովված է, մենք էլ հանգիստ նստած ենք։ Գիտեք, պետք է հիշել Արցախի ճակատագիրը։ Արցախում հարցը լուծվեց ընդամենը 2 օրվա ընթացքում։ 1-2 օրվա ընթացքում Արցախը հայաթափվեց։ 1-2 օր։ Պետք է հասկանալ, որ այդ 1-2 օրը կարող է տեղի ունենալ Սյունիքի հետ, եթե մենք պատրաստ չլինենք։ Պարոն Այվազյան, զուգահեռ լրահոսին եմ հետևում, քանի որ մի քանի ժամ հետո գնալու է եթեր այս հաղորդումը, հենց հիմա Associated Press-ը ասում է, որ ԱՄՆ լրացուցիչ ուժերը տեղափոխում Մերձավոր Արևելք։ Այսքան էլի մենք անխատես։ Դա համատեղ ռազմագործողություն է, չի կարելի ասել, դա Իսրայելն է իրականացրել միայնակ, բոլորովին։ Հարցից ենթատեքստը հետևյալն է, այսինքն Իսրայելի շուրջ այդ տակ
թեժ օջախը տեղափոխում են հարավային Կովկաս կամ Անդեր Կովկաս։ Ճիշտ եմ հասկանում այդ ռազմական հոսքերը։ Իրանի շուրջ են տաքացնում։ Չէ, տեղափոխում են Մերձավոր Արևելք, չի նշանակում հարավային Կովկաս։ Հասկացա, բայց ընդհանուր այդ process-ն է գնում։ Այնտեղ Սիրիան սառել է, Գազայում հարցերը լուծեցին կամ լուծում են։ Հիմա թեժ օջախը տեղափոխվում է այստեղ։ Այո, Իրանն է մնացել հիմնական խոչընդոտը ամերիկյան, ամերիկյան այդ գլոբալիստական կայսրության արչև այստեղ Մերձավոր Արևելքում մնացած գրեթե բոլոր պետությունները ենթարկվում են նրանց, սանձված են, մնացել է Եմենը, Հյուսիսային Եմենը եւ Իրանը։ Դարձյալ մի նորություն, հենց հիմա իրանական լրատվամիջոցներին եմ հետևում, նշում են, որ Թեհրանի փողոցները բազմամարդ են, տասնյակ, եթե ոչ 100,000-ավոր մարդիկ դուրս են եկել իրենց պետական խորհրդանիշներով փողոց եւ պահանջում են անապահ կոշտ ռազմական պատասխան։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT-1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այո, եւ երբ ասում եք պատասխանը Իրանը թե չէ, այստեղ Իրանի ղեկավարությունը, եթե նույնիսկ մտածեր դիվանագիտական ճանապարհով հարթելու այս թնջուկը, հանկարծ այդպիսի մտքի գար, ժողովրդի կողմից կամ գոնե ժողովրդի մի մեծ հատվածի կողմից այդպիսի որոշումը չեր ընդունվի։ Իրանցիները բավականին հպարտ ժողովուրդ են, սովոր են պատերազմին, սովոր են հաղթանակին, Իրան-Իրաքի պատերազմում նրանք ցույց տվեցին իսկապես հերոսական էջեր, գրանցվեցին եւ մեծ զոհերի գնով կարողացան հետ գրավել այն տարածքները, որոնք իրաքյան զորքերն էին գրավել եւ մեծ ստիպել փաստորեն Իրաքին, որի թիկունքին դարձյալ կանգնած էին նույն միջազգային ուժերը, որոնք աջակցում էին Իրաքին, դադարեցնել պատերազմը։ Այնպես որ այս պատերազմը իսկապես սկսել է Իսրայելը եւ նրա թիկունքում կանգնած արևմուտքը, բայց թե ինչպես այն կավարտվի, դժվար է ասել։ Դա կարող է դադարել ինչ որ պահ, ապա նորից վերսկսվել եւ դա տևելու է երկար։ Գուցե ամիսներ, գուցե տարիներ։ Եվ մենք հայտնվել ենք այսօրվանից բոլորովին նոր իրավիճակում, հենց Հայաստանը նույնպես։ Այս գիտակցումը բոլորս պետք է ունենանք։ Այսինքն մեր ռեգիոնում մեր քթի տակ մեծ պատերազմ է սկսվում, մենք պետք է համապատասխան հավուր պատշաճի պատրաստվենք։ Այո, եւ այդ մասին ենք ասում, այդ մասին 3-4 տարի արդեն ինչքան, ավելի շատ իհարկե, մինչեւ նույնիսկ 44-օրյա պատերազմը, բայց դրանից հետո ավելի շատ, որ Հայաստանը պետք է դառնա ազգ բանակ մոդելով կառուցված պետություն, այսինքն բացի բանակից մեր ամբողջ բնակչությունը ընդունակ լինի զենքը ձեռքին պաշտպանելու իր երկիրը։ Այս ճանապարհով Փաշինյանական իշխանությունը չի գնացել, ընդհակառակը օրենքներ են ընդունում, որով Հայաստանի բանակը ավելի փորձում են փոքրացնել թիվը, փորձում են նույնիսկ հուսալքել, այն գումարով բանակից ազատվելու օրենքը բացի Հայաստանի բանակին հարված հասցնելուց ոչ մի լավ բան չի բերում եւ թվի հարց է դարձյալ դրված։ Հասկանում եք, այն քննարկումները, թե բանակում ծառայությունը լինի 1 տարի կամ կես տարի կամ այս դարձյալ որևէ լավ բան չի խոստանում Հայաստանին։ Մեզ պետք է մեծաթիվ կանոնավոր, գործող, մշտական բանակ, միաժամանակ գլխովին զինված ժողովուրդ, զինված եւ կազմակերպված աշխարհազորի եւ ակտիվ ռեզերվի սորաբաժանումներում։ Հիմա Սյունիքը պահելու մեր հույսը Իրանն է, ես չեմ հասկանում, եթե Ադրբեջանն է, մի քիչ տխմար, լավ վերլուծություն չարեցին, ասցին, հա, բանա, առյուծն ընկել է, հարձակվենք։
Մենք ունենք ռազմավարական դաշինք Ռուսաստանի հետ, բայց Ռուսաստանը որևէ նշան Ռուսաստանից չի գալիս առայն թե ադրբեջանական հարձակման դեպքում Ռուսաստանը մեզ Սյունիքում կաջակցի կամ որևէ տեղ կաջակցի։ Այդպիսի նշաններ չենք ստանում, թե հայտարարություններ հնչում են, որ Ռուսաստանը կատարում է իր պարտականությունները, բայց Հայաստանի տարածքից արդեն իսկ 240 կիլոմետր զավթված է Ադրբեջանի կողմից, ընդ որում ռազմավարական նշանակության իշխող բարձունքներ են զավթված, եւ Ռուսաստանը մատեմատին չի խփել, նույնիսկ չի դատապարտել խոսքով չի դատապարտել, ուր մնաց թե զենքով կանի այդ քայլը։ Ուրեմն բացի դրանից անընդհատ հնչում են տարբեր ռուսական բավական Կրեմլին մոտ գտնվող վերլուծաբաններից հայտարարություններ, որ Ռուսաստանը այս պահին ի վիճակի չի Հայաստանին օգնելու, զբաղված է արևմտյան ուկրաինական ճակատում, կռվում է ամբողջ ՆԱՏՕ-ի դեմ եւ այլն, մեր վրա հույս չդնենք։ Մենք հիմա չենք կարող, հետո երբ որ վերջացնենք այդ պատերազմը, գուցե այդ ժամանակ կմտածենք։ Այսինքն Ռուսաստանի գծով վստահ լինել չի կարելի։ Եթե օգնի շատ լավ, բայց ես օրինակ ինձ մոտ 50%-ից պակաս է այդ վստահությունը, որ կօգնի։ Ուրեմն մնում էր Իրանը եւ մեր սեփական ուժերը։ Սա է խնդիրը։ Մեր սեփական ուժերը իհարկե մենք ունենք այնտեղ զորամասեր, մենք ունենք զենք եւ այլն, բայց ժողովրդին պետք էր այսօր արդեն իսկ կազմակերպել, որ ժողովուրդը նույնպես ամբողջովին մասնակցի այդ, եթե հարկ եղավ, ներխուժման հետմղմանը, պաշտպանությանը մեր երկրի։ Որքանով է այդ խնդիրը լուծվել, առհասարակ աշխատել են այդ ուղղությամբ, եթե աշխատել են, ապա շատ քիչ։ Մի հարցելու ավարտենք, միջուկային ամեն դեպքում հարված կարծում եք, Ամերիկան մի անգամ ապացուցել է, որ ի վիճակի է անելու։ Հիմա կգնա էլի նման քայլի, մարդկության դեմ 21-րդ։ Ինչու ոչ, խոսքը ասում եմ, կան արդեն մարտավարական։ Դրա հետևանքները, լավ։ Հետևանքները տասնյակ հազարավոր մարդկանց ոչնչացում կարող է լինել։ Օրինակ կարող են հարվածել Իրանի ամենախոշոր նավահանգստին, Բենդերաբարի Աբասի մոտակայքում գտնվող, որով անցնում է Իրանի առևտրի, նավթի, գազի, ուրեմն արտահանման 50%-ից ավելին, 52-53%-ն է, ինչ է։ Կարող են այդտեղ հարվածել եւ դրանով իսկ եւ Իրանի տնտեսությունը կվնասվի մեծապես եւ հասկանալի է թե ինչպիսի հարված կհասցվի Իրանին, բայց ասում եմ, չկա հարված առանց հակահարվածի, այնպես որ դեռ երկար պետք է մտածեն, հետագայում տեսնեն սա արևմուտքին, Իսրայելին օգուտ եղավ վերջը, թե վնաս եղավ։ Եվ քանի որ Իսրայելը շատ խոցելի է իր տարածքի պատճառով, նաև ասում եմ իր ներքին խնդիրների պատճառով, Պաղեստինյան խնդիրն է, նաև ներքին քաղաքական լուրջ խնդիրներ կան, Նեթանյահուին մոտավորապես բնակչության կեսը չի ընդունում, շատ լարված իրավիճակ է, եւ առաջին իսկ խոշոր ռազմական անհաջողություններից հետո Իսրայելում կարող են լինել լուրջ քաղաքական զարգացումներ, Նեթանյահուն նույնիսկ կարող է հեռացվել իշխանությունից, բայց այդ ընթացքում Նեթանյահուն կարող է դիմել նաև միջուկային հարվածի։ Հայտարարելով, որ մենք արդեն Իսրայելը ենթարկվել է այնպիսի հարձակման, որ դրված է նրա գոյության հարցը եւ մենք ստիպված ենք ահա այսպիսի միջուկային զենքով պաշտպանվել, զբաղվել ինքնապաշտպանությամբ։ Հասկանում եք, սա է, ամեն ինչ հնարավոր է, այո, ամեն ինչ հնարավոր է, բայց այդ ընթացքում չի բացառվում, որ Իրանն էլ հասցնի միջուկային զենք ձեռք բերել, որովհետև Իրանը փաստորեն մի քանի շաբաթում կարող է այդ զենքը ստանալ, ունի արդեն այն տեխնոլոգիաները, ունի ուրանը, հարստացված ուրանի այն չափաբաժինը, որով կարող է մի քանի ատոմային ռումբ ստեղծել։ Իսկ տեղ հասցնելու միջոցներ նույնպես ունի, իր տարբեր այդ հրթիռները, որոնք կան, բավականին մեծ մարտահրթիռ ունեն։ Տալիս, որ այնտեղ ընդհատակյա, չէ, արտադրամասերի գործարաններ։ Այո, բավական խորը հանակ մասխարություն չէ, տասնյակ եւ հարյուրավոր մետրերի վրա գտնվող ուրեմն այնտեղ վնասել գրեթե անհնար է։ Բազաներ գոյություն ունեն, այո։ Այնպես որ պատերազմը միշտ անկանխատեսելի է։ Եվ ասում եմ, այն կողմը, որը սկսում է պատերազմը վստահ լինելով կամ իր հաշվարկները անելով, որ եթե հիմա չխփեմ, հետո ավելի ուշ կլինի, հիմա ավելի լավ է խփեմ, այդ կողմը խփելուց հետո կարող է ինքը շատ զղջա, որ այդպիսի
քայլի է դիմել։ Կարող է հիմա չզղջե, մի քիչ ուշ զղջա, բայց շատ հնարավոր է եւ շատ հավանական։ Զգոն լինենք եւ հետևենք իրադարձությունների զարգացմանը։ Շնորհակալություն, պարոն Այվազյան։ Խնդրեմ։ Ռազմական պատմական քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր այսօր Life Armenia-ի հյուրը։ Շնորհակալություն ձեզ, որ հարցազրույցը դիտեցիք, բաժանորդագրվեցիք եւ սեղմեցիք այն զանգակի կոճակը, որով դուք ամենաառաջինը կստանաք տեղեկատվություն մեր նոր տեսահոլովակների եւ հարցազրույցների մասին։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։